Կառավարության այս տարվա առաջին նիստից հետո լրագրողների հետ վարչապետի առաջին հանդիպումն է։ Բարև ձեզ հարգելի լրագրողներ։ Հարցերը հիմնականում վարչապետ վեհափառ առճակատման մասին են։ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհրդի առաջին նիստն է անցկացրել։ Ուշագրավն այն է, որ մինչև խորհուրդը ձևավորելը հայտարարում էր, թե գործընթացներին մասնակցում է որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ։ Մինչդեռ հունվարի 4-ին հայտարարության տակ ստորագրեց որպես վարչապետ։ Իրավաբանների գնահատմամբ Նիկոլ Փաշինյանը այդպես սահմանադրական կարգ է խախտել եւ նրան սպառնում է 10-ից 15 տարի ազատազրկում։ Մայր օրենքում ամրագրված հոդվածը խախտելու վերաբերյալ հարցին Փաշինյանը սաղմոսով է պատասխանում։ 63-րդ սաղմոսը այդ հարցի պատասխանը տալիս է, որտեղ ասում է անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Թող շարունակեն փնտրել եւ քննել։ Եվ նրանց բացի հոգնությունից ուրիշ ոչի բան չի սպասվում։ Փաշինյանը սահմանադրությունը խախտելու վերաբերյալ խնդիր չի տեսնում, ասում է, հիմա էլ եկեղեցու բարենորոգման գործընթացներին մասնակցում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ առաքելական եկեղեցու հետևորդ, բայց նաեւ Հայաստանի վարչապետն է։ Այսինքն այդ փարիսեցիությունը ինչի համար է։ Ես կարող էի գրել Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ դուք այսօր բրիֆինգին հարց կտայիք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Փաշինյան, բա դուք ինչ գործ ունեք վարչապետի կեցավայրում։ Ինչի՞ չեք գնացել Իջևանի ձեր Ասլանյան փողոց, չգիտեմ, 10 տան բանում բնակարանում բան արել, կազմակերպել այդ հավաքը եւ այլն եւ այդպես շարունակ։ Արդյոք 11 եպիսկոպոսները, որոնք ստացել են Տիրադավ անունը, պահել են հոգևոր ուխտը։ Փաշինյանն այս հարցին էլ պատասխանում է կտակարանից մեջբերումով։ Նոր կտակարանում այսպիսի մի դրվագ կա, երբ որ փարիսեցիները եւ սադուկեցիները տեսան, որ Հիսուս մաքսավորների եւ մեղավորների հետ է նստում, սկսեցին նրա աշակերտներին մոտավորապես նույն հարցերը տալ, ինչ որ դուք եք տալիս աշակերտներին։ Եվ երբ որ աշակերտները դրա մասին ասացին Հիսուս Քրիստոսին, Հիսուսը ասաց, ես բանին առողջներին բժիշկ պետք չի եւ անմեղների համար չեմ եկել, այլ մեղավորների համար եմ եկել։ Ես եպիսկոպոսների մեջ նստում եմ որպես մեղավոր եւ կարծում եմ, ինչ? Իսկ իրենք նստում են որպես եպիսկոպոս։ Ըստ պաշտոնական հաղորդագրության եկեղեցու բարենորոգման խորհրդի առաջին նիստում Փաշինյանը եպիսկոպոսների հետ քննարկել է ճանապարհային քարտեզի անցնցում իրականացումը, ինչպես ու ինչ անցնցում գործողություններ են անելու այն դեպքում, երբ վեհափառը հեռանալու մտադրություն չունի։ Պատրաստվում ենք այնպես անել, որ ինքը իր մտադրությունը փոխի։ Իսկ ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն չի ուներ։ Մետով է ասում, որ Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ։ Նույնն է Կտրիչ Ներսյանը ստիպված կլինի հեռանալ։ Բայց մենք դա էլ եմ ասում, ոնց որ արել ենք, դա մենք կանենք անցնցում քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ սիրով տոգորված։ Էպիկենտրոնը վարչապետից հետաքրքրվում է Սուրբ Ծննդյան տոնի ուխտերթի մասնակիցները հիմնականում պետական ապարատի աշխատողներ էին, դա այդպես է եւ արդյոք իշխանությունը գործի է դրել լծակները։ Այնտեղ կային պետական պաշտոնյաներ, այնտեղ կային քաղաքացիներ, վարչապետը հրավիրում է երթ եւ պետական կառավարման թիմակիցները պետք է չմասնակցեն, հա, պետք է բոյկոտեն, բայց չմասնակցեն, պետք է ասեք վարչապետը երթ է հրավիրել, նայեք, պաշտոնյաները մի հատ էլ բան են արել, բոյկոտել են, սա նշանակում է կառավարման ճգնաժամ կա Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտոնյաներն են մասնակցել, ոչ պաշտոնյաներն են։ Ես էլ ասում եմ, ճնշող փոքրամասնությունն է եղել պետական ապարատի աշխատող։ Գոլդ համարների դեմ պայքարող վարչապետին սպասարկող մեքենայի պետհամարանիշն այսուհետ կլինի ուլտրագոլդ, Հայաստանի դրոշը եւ ընդամենը 1 թիվ։ Կառավարության որոշումն է։ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է առաջացել այդպիսի փոփոխության անհրաժեշտություն։ Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետեւյալ տրամաբանությամբ, որ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող հայերեն ՍՍ տառը այդպես արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր եւ ոչ թե կոնկրետ անձի հետ կապված, եւ մենք կարծում ենք, որ պետական այդ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի, այսինքն հիմա ես էլ չպետք է գրեմ ՆՓ 001։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։